three people, I think, created historic peace. Երեք մարդ կերտեցին այս պատմական խաղաղությունը, այս երկրի նախագահը, Հայաստանի վարչապետը եւ իհարկե Միացյալ Նահանգների նախագահը միասին աշխատելով։ Նրանք խաղաղություն հաստատեցին այնտեղ, որտեղ նախկինում պատերազմ էր, եւ կարծում եմ ապագայում մենք բարգավաճում կստեղծենք այնտեղ, որտեղ ժամանակին միայն կռիվ ու հակամարտություն էր։ Ինչու պետք է կռվենք միմյանց դեմ, երբ կարող ենք առևտուր անել, երբ կարող ենք գործընկերային հարաբերություններ կառուցել։ Եվ որպես զուտ անձնական դիտարկում, ես անչափ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Ես ասում էի իմ աշխատակազմին նախքան վայրեջք կատարելը, որ բացի նախագահ Թրամփից, աշխարհում միակ առաջնորդը, որն իսկապես լավ հարաբերություններ ունի թե թուրքերի, թե իսրայելցիների հետ, նախագահ Ալիևն է։ Ինչպես հասկանում եմ, նաև Ադրբեջանի փոխնախագահը նախագահի կինն է, բայց հուսով եմ սա Ամերիկայի երկրորդ տիկնոջը որևէ գաղափար չի տա։ For us, it's a great honor to be a Մեզ համար մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերը։ Մենք նաև շատ երախտապարտ ենք նախագահ Թրամփին, փոխնախագահ Վենսին եւ նրանց թիմին Կովկասում խաղաղության գործում ունեցած ավանդի համար։ Այս 6 ամիսների ընթացքում մենք արդեն ապրում ենք խաղաղության մեջ, մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ եւ շատ երախտապարտ ենք Միացյալ Նահանգների կառավարությանը այս մեծ ներդրման համար։ Թրամփի եւ Վենսի վարչակազմի ջանքերի կարևոր արդյունքներից մեկը մեր տարածաշրջանում Թրամփի ուղու իրականացումն է, որը ոչ միայն կկապի Ադրբեջանի երկու հատվածները, այլև կլինի շատ հուսալի, անվտանգ եւ լայնածավալ տրանսպորտային միջանցք։ Այն կկապի Ասիան Եվրոպայի հետ, Ադրբեջանի, Հայաստանի եւ այլ հարևանների տարածքով, այդպիսով ամրապնդելով այն, ինչ ձեռք է բերվել տարածաշրջանում խաղաղության ճանապարհին։